Հարգելի իմ դիտորդ, քանի որ կենդանակերպի 12 նշանների համար արվում է կանխատեսում հորար քարտեզով եւ ուզում եմ նաեւ հիշեցնել, որ հորար քարտեզով ոչ մի անգամ եւ ոչ մի դեպքում չի եղել կանխատեսում, այն էլ կենդանակերպի եւ Հայաստանում չկա, գոյություն չունի։ Այստեղ ինձ մեկը գրել էր, որ 2023 եւ ներողություն 2003 եւ 2004 թվականին ինքը ճանաչում է մի կնոջ հայ, որը զբաղվել է հորար քարտեզի վերծամամբ եւ ամեն ինչ շատ ճիշտ է ասել, բացարձակ ճշգրիտ, ուրեմն կանխատեսել է։ Իհարկե ես շատ ուրախ եմ, բայց ես 20 տարի առաջ չեմ տեսել, չեմ կարող ոչ մի բան ասել այդ կնոջ մասին, բայց քանի ես հետաքրքրվել եմ էզոտերիկայով, մոգությամբ եւ աստղագիտությամբ կամ թվագիտությամբ, ես Հայաստանում չեմ տեսել ոչ մեկին, որ հորար քարտեզ նայի։ Իսկ հիմա ինչ մեթոդով եմ ես աշխատում կենդանակերպի 12 նշանները այսպես վերծանելով քարտեզը։ Ես ստացել եմ մեկ ընդհանուր քարտեզ եւ ըստ իրատների բաշխելով իրատների կենդանակերպի 12 նշաններին օգոստոսի իրադարձությունները ձեզ ներկայացնում եմ, բայց այս մեթոդը աստղաբանական պատմության մեջ հայտնի է որպես արեգակնային տների հարաբերական տների համակցված մեթոդ։ Այն չունի մեկ հեղինակ, քանի որ դարերի ընթացքում զարգացել է աստղաբանության տարբեր հայրերի կողմից։ Ով է ստեղծել հիմքը հարաբերական տների համակարգի հիմնադիրը համարվում է 13-րդ դարի իտալացի հանճարեղ աստղաբան Գվիդո Բոնատին։ Նա առաջինն էր, ով առաջարկեց քարտեզը պտտել եւ տները հաշվել հարաբերականորեն, օրինակ հարցատուի ընկերոջ փողերը կամ նշանի աշխատանքի տունը։ Ով է այն հարմարեցրել ընդհանուր նշանների համար։ 20-րդ դարի սկզբին հայտնի աստղաբան Ալան Լեոն եւ հաջորդիվ հանրահայտ ուրեմն Լինդա Գուդմանը։ Նրանք երկուսով սկսեցին կիրառել արեգակնային տների տարբերակները։ Նրանք վերցնում էին տվյալ պահի մեկ ընդհանուր քարտեզ, ոնց որ այսօր արել եմ ես, եւ երկնքի պատկերը եւ յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար խոյ, ցուլ, կարիճ եւ այլն այդ նշանի ուրեմն 0 աստիճանից համարում էին առաջին տուն։ Ինչու է սա հանճարեղ, սա հենց այն մեթոդն է, որով աշխատում են աշխարհի ամենապրոֆեսիոնալ աստղաբանները, երբ ամսական կանխատեսումներ են գրում ամսագրերի կամ տեսանյութերի համար, նրանք չեն բացում 12 տարբեր քարտեզներ, նրանք վերցնում են այսօրվա մեկ քարտեզ, ինդեքսը եւ Բոնատեի եւ Լեոյի կանոններով այն պտտում են հերթական բոլոր նշանների համար։ Այն ինչը որ այսօր ես օգտագործել եմ, ուզում եմ ասեմ, որ սովորական աստղագիտությամբ կամ նատալ կարտերի վերծամամբ մենք ունենք Հայաստանում լավ մասնագետներ, ինչը ես չեմ կարող հերքել, բայց հորար քարտեզով չգիտեմ սենց 20 տարի առաջ ով է զբաղվել, իհարկե հարգանքներս իրեն, բայց հորար քարտեզը այսօր չկա, դուք ոչ միտեղ չեք տեսնի։ Ես էլի եմ կրկնում, սրանից հետո կարող եք տեսնել։ Նկատելի է, որ երբ ես զբաղվեցի աստղագիտությամբ, տառոլոգներ էլ կային, որ զբաղվեցին աստղագիտությամբ նոր, բայց ուզում եմ ասեմ, իմը հեչ պետքը չի։ Ես սիրում եմ զարգացող մարդկանց եւ գնահատում եմ այն մարդկանց, որոնք նույն տեղում չեն մնում։ Ինչ եմ ուզում ասեմ։ Եկեք շարունակենք մեր հորար քարտեզի վերծանումը։ Ես բացատրեցի ուղղակի տեխնիկան, թե ես հիմա ինչով եմ առաջնորդվում եւ շատ ուրախ եմ, որ իմ ձեռքի տակ կա այս գիտելիքը, որի մեջ ես ավելի եմ խորանում եւ ավելի եմ ուսումնասիրում, որովհետեւ սա շատ նպաստավոր աշխատանք է, մարդկանց հարցերին տալ ճշգրիտ պատասխան, իհարկե իմ տառոները իմ համար մնում են սրբասուրբ գործիքներ, տառոները աշխատում են իմ ինտուիցիայի հաշվին, իսկ հորար քարտեզը աստղագիտության, մաթեմատիկայի լուրջ հաշվարկների հաշվին։ Այստեղ կա տարբերություն, երկուսն էլ տալիս են իդեալական պատասխան, բայց քանի որ որոշել էի, ուղղակի ձեզ ներկայացրեցի, թե ինչպես է աշխատում հորար քարտեզը կենդանակերպի 12 նշանների համար եւ առհասարակ ովքեր են օգտագործում հորար քարտեզներ։ Այնպես որ շարունակենք մեր կանխատեսումը։